Հնարամիտ դատավորը Կիրգիզական հեքիաթ Մի անգամ մի ջիգիթ հեռավոր ճանապարհորդության գնալուց առաջ իր հարևանին ոսկի է տալիս վերադարձնելու պայմանով։ Անցնում է մի քանի տարի։ Ջիգիթը ճանապարհորդությունից ետ է գալիս և հարևանից խնդրում է վերադարձնել իր փողը։ Հարևանը չնայած ծեր է լինում, բայց շատ ժլատ ու անամոթ։ Չէ, դու սխալվում ես, ասում է նա, ինձ մոտ փող չես թողել։ Ջիգիթը շատ է բարկանում, բայց ինչ կարող էր անել։ Նա իր ընկերներին պատմում է հարևանի արածը, և նրանք խորհուրդ են տալիս. Դու մեր դատավորի մոտ գնա, նա կարող է հասկանալ, թե ինչն ինչոց է, և գուցե փողդ ետ ստանաս։ Ջիգիթը գնում է դատավորի մոտ։ Դատավորն իր մոտ է կանչում ծերուկին և ասում է. Աքսակալ, տարիքդ առած մարդ ես, խաբելը քեզ չի սազում, արի ու ճիշտն ասա, էս ջիգիթից դու 100 ոսկի ստացել ես, թե չէ։ Ծերունին շփոթվում է ու ասում. Այ տղա, նրանից ես երբեք փող չեմ վերցրել, ինքը Ալլահն է վկա, մորուքս արդեն շատ ճերմակ է, ես ոնց կարող եմ քո առաջ սուտ խոսել։ Դու վկաներ ունես, որ ծերունուն փող ես տվել, հարցնում է դատավորը ջիգիթին, բայց ջիգիթը պատասխանում է, որ ոչ մի վկա էլ չունի։ Իսկ որտեղ ես փողը տվել, նորից է հարցնում ջիգիթին։ Մեր այլից հեռու մենավոր մի բարդի կա, հենց այդ բարդու տակ էլ ես սրան 100 ոսկի տվեցի։ Թե որ այդպես է, հենց հիմա գնա այդ բարդին բեր էստեղ և թող ինձ պատմի, թե դու ինչպես ես այս ծերունուն 100 ոսկի տվել, ասում է դատավորը։ Հարգարժան դատավոր, զարմանում է ջիգիթը, ախր ես ինչպես կարող եմ բարդին էստեղ բերել։ Վերցրու իմ կնիքը, ցույց տուր բարդուն, և ինքը կգա էստեղ, ասում է դատավորը։ Զարմացած ջիգիթը դատավորի ձեռքից վերցնում է կնիքը և գնում բարդու մոտ, իսկ ծերունին հանգիստ նստած սպասում է։ Նա լավ էր հասկանում, որ ոչ մի բարդի էլ իր ոտքով դատարան չի գա։ Երբ կես ժամ անցնում է, դատավորը ծերուկին հարցնում է. Հայրիկ, ասա տեսնեմ մեր ջիգիթը այդ բարդուն հասած կլինի, թե չէ։ Չէ, չի լինի, պատասխանում է ծերուկը։ Երբ մի քիչ ժամանակ էլ է անցնում, դատավորը նորից է հարցնում. Իսկ հիմա հասած կլինի։ Կլինի, վստահ ասում է ծերուկը։ Երբ մի ժամ անցնում է, դատավորը երրորդ անգամ է հարցնում. Ինչ ես կարծում, մեր ջիգիթը արդեն ետ գալիս կլինի։ Ծերուկը պատասխանում է. Հա, արդեն ետ դառնալու ժամանակն է։ Տխուր տրտում ջիգիթը ետ է գալիս։ Դատավորին է տալիս նրա կնիքն ու ասում. Ձեր կնիքը ցույց տվեցի բարդուն, բայց նա տեղից իսկի չշարժվեց։ Դրան էստեղ բերելու համար մի քանի եզ է պետք։ Բարդին արդեն եկել է ինձ մոտ, պատասխանում է դատավորը, և վաղուց արդեն ետ է դարձել։ Ինչպես թե եկել է, երբ է եկել։ Թե որ եկած լիներ, ես նրան տեսած կլինեի, զարմանում է ծերուկը։ Այստեղ դատավորը քմծիծաղ է տալիս ու հանգիստ բացատրում. Քեզ 3 անգամ հարցրեցի։ Առաջին անգամ պատասխանեցիր, թե ջիգիթը բարդուն դեռ հասած չի լինի։ Երկրորդ անգամ պատասխանեցիր, որ նա արդեն հասած կլինի։ Իսկ երրորդ անգամ էլ պատասխանեցիր, որ արդեն վերադառնալիս կլինի։ Եթե դու այդ բարդու տակ ես ջիգիթից փող ստացած չլինեիր, գնալ գալու ճանապարհը այդպես չէիր իմանա։ Պարզ է, որ ջիգիթը քեզ 100 ոսկի տվել է։ Այս խոսքերի վրա ծերուկը ընդունում է իր հանցանքը և ջիգիթին է վերադարձնում նրա տված 100 ոսկին։